Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, հուսանք որ բոլորդ լավ եք, այսօր մեզ մոտ հատուկ թողարկում է, որովհետև մենք չունենք հատուկ հյուր մինչդեռ, մենք պայմանավորվել ենք, որ իմ հյուրը կլինի Բժիշկ Ամիրյանը, իսկ նրա հյուրը կլինե Բժիշկ Ավետիսյանը։ Ես Բժիշկ Ավետիսյանս։ Թե ինչի մասին ենք խոսելու, կպարզենք միասին, Բժիշկ Ամիրյան, ինչի մասին ենք խոսելու այսօր։ Նախ առողջ առավոտ։ Առողջ առավոտ Բժիշկ Ավետիսյան։ Նախ որպես սկզբնաբան, հա, ասենք խոսելու ենք տրենդ բժիշկների մասին։ Իսկ եթե անդրադառնանք ձեր թույլտվությամբ իհարկե, քանի որ ես ձեզ հետ շփվելով առաջին անգամ իմացա այդ բառի մասին եւ սկսեցի ուսումնասիրել, որ տրոենտները համարվում էին այն մարդիկ նախկինում, ովքեր բացի իրենց հիմնական մասնագիտությունից ունեին այլ մասնագիտություն։ Իհարկե դեռևս հին ժամանակներում տրոենտ բառը օգտագործում էր, եթե թարգմանաբար նշենք, հա, շրջող, այսպես ասած, թափառաշրջիկ։ Վատ իմաստով էր կիրառում, սակայն դա ավելի նեղ սկսեց կիրառվել հենց բժիշկների շրջանում, այսինքն մարդիկ, ովքեր բացի բժիշկներից հանդերձ նաև տիրապետում են այլ մասնագիտությունների։ Կան աշխարհում տրոենտ բժիշկներ։ Այո, բազմաթիվ տրոենտ բժիշկներ կան, նույնիսկ մեր օրերում մենք բոլորս էլ կարող ենք այդպիսի օրինակներ բերել տրոենտ բժիշկների։ Բանաստեղծներ, հաղորդավարներ, երգիչներ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ, երկրի նախագահներ եւ այսպես շարունակ։ Այսինքն տրոենտ ասելով մենք արդեն թափառաշրջիկներին նկատի չունենք կամ գնչուներին նկատի չունենք, նկատի ունենք այն մարդկանց, գիտեք ինչն է հատկանշական, որ այդ մարդիկ ըստ էության ոչ թե սիրողական մակարդակում են դրանով զոհում, այլ հավակնում են լինել պրոֆեսիոնալ։ Օրինակ բժիշկ հաղորդավարները։ Մենք մեզ չգովազդենք, մենք պրոֆեսիոնալ չենք բնականաբար, մեր գործընկերները հաստատ, բայց մենք որպես բժիշկ էլի այդպես վատ չի ամեն ինչ։ Այսինքն մենք տրոենտ ասելով հասկանում ենք այն մարդկանց, ովքեր նկարիչ են, բանաստեղծ են, երգիչ են, գրքեր են գրում եւ այսպես շարունակ։ Այսօր մասնավորապես խոսենք երգերաժշտությունից։ Գաղտնիք չէ, որ մեզ ամենաշատը երևի թե իրար կապում է նաև երաժշտությունը, երգեցողությունը, որովհետև փոքրուց երկուս էլ երգում ենք, առանց երաժշտություն կյանք չունենք, առանց երգ ընդհանրապես կյանք չունենք, չենք պատկերացնում։ Ես ուզում եմ, որ դուք մի փոքր պատմեք, ինչով, ինչ նշանակություն ունի երգարվեստը ընդհանրապես ձեր կյանքում։ Նախ երևի սկսեմ ամենավաղ ժամանակներից, երգել սկսել եմ ուսանողության տարիներին։ Իհարկե փոքր տարիքում, քանի որ ծնողներս բավականին շատ մեծ ձգտում ունեին, ցանկություն ունեին, երաժիշտներ էլ կային մեր ընտանիքում, ես գնացի դաշնամուրային բաժնում սովորելու, իհարկե գերազանց եմ սովորել 7 տարի այնտեղ ավարտելուց հետո եւ այն ժամանակ հնարավորություն կար ճանապարհը շարունակելու այդ կերպ, բայց այդ հնարավորությունը ես շեղեցի մտքերով այլ ուղղության վրա եւ որոշեցի, որ պիտի բժիշկ դառնամ։ Եվ հենց այդ դաշնամուրը եղավ կարելի ասել այլ բանալի բառը այդ իմ կյանքի պատմության մեջ, որը որ շատ մեծ հիմք ունեցավ եւ հետագայում շատ հետաքրքիր շարունակություն ունեցավ, երբ որ առաջի կուրսում ուսանելիս իմանալով, որ ուսանողական խորհրդարանի շրջանակներում կար այդպիսի խմբակներ, ես եւ ընկերս, ով եւս դաշնամուր էր նվագում, որոշեցին գնալ այնտեղ որպես դաշնամուր նվագող։ Եվ պատահական նշելով, որ ես լավ եմ երգում, քանի որ այն ժամանակ սկսել էի արդեն երգել ինքնուրույն, եւ այդ մեզ ստացվեց, որ ես այնտեղ կար Մեդունի էստրադային համույթը, որի գեղարվեստական ղեկավարը որոշակի ժամանակ եղել եմ նաեւ ես, երգել հենց այդ համույթում եւ ելույթ ունենալ մեր մայր բուհում։ Բժշկական համալսարանը ֆանտաստիկ հարթակներ ուներ բոլորիս համար, որովհետեւ ես եւս երգել եմ Մեդունի երգչախմբում եւ ճիշտ է ինձ պատիվ չի հռչակվել, ձեր չափ տաղանդավոր չեմ եղել, որ գեղարվեստական ղեկավարը լինեմ, բայց առանձնահատուկ դերակատարում կա եւ ուզում եմ ողջունել Մեդունի էստրադային համույթի մեր բոլոր սերնդակից ընկերներին, բոլորին, անվանական չեմ ուզում նշել, բայց մենք շատ լավ գիտենք, երբ որ մենք նաեւ բժշկական համալսարանի 75-ամյակին դուք այդ ժամանակ դեռ չէիք ընդունվել, բժշկական համալսարան, մենք նույնիսկ այդպես ելույթ ունեցանք միասին եւ դա ուժեղ երգչախումբ էր եւ չէր զիջում ոչ մի բուհերի մեջ առաջինն էր։ Սա շատ հետաքրքիր է, մենք դեռ կանդրադառնանք ձեզ, եկեք մի պահ նորից թռիչքանման գանք տրոենտ բժիշկներին։ Եվ հուշենք, որ 2023-ին մենք միասին որոշեցինք հիմնել տրոենտ բժիշկների հայկական ասոցիացիան, որը նախապատմություն ունի, որի նախագահը հանդիսանում եմ ես եւ փոխնախագահը հանդիսանում եք դուք, բայց ժամանակն է տեղերով փոխվել, ու կարծում եմ դուք ավելի ժերաջան եք այդ հարցում։ Տեսեք, տրոենտ բժիշկների մասին ես առաջին անգամ իմացել եմ Ռուբեն Անդրեևիչ Հովհաննիսյան,
ողորմի, հոգին լուսավորվի, ափսոս մեր ավակ ընկերը, ով հանդիսանում էր ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահը եւ ընդհանրապես ապացուցողական բժշկության հիմունքները ինքն է ինձ դասավանդել կլինիկական համաճարակաբանություն եւ ամեն ինչ, հա, ապացուցողական բժշկության դասերը ABC առաջին, երկրորդ, երրորդ եւ այսպես շարունակ եւ հանրապետական գիտաբժշկական գրադարանում պարզվեց, որ պարբերաբար տարեկան մի քանի անգամ հավաքվում են տրուենտ բժիշկներ, այնտեղ լինում է հավաք ստեղծագործ բժիշկների. Նրանք ավելի շատ պոեզիայի եւ արձակագրության գրողներ էին եւ այդ մարդիկ պատկառելի հասակի մարդիկ են, իրենք կան։ Եվ որպես ջրաջան մեղու այդ միտքը անգամ 2016-ին մինչեւ զորակոչվել ես Արցախ, մտքումս կար, որ պետք է ստեղծեմ ինչ-որ մի բան եւ ստացվեց այնպես, որ վերջապես 23-ին արեցինք։ Հիմա 2023-ին, երբ որ մենք արդեն բան չի մնացել, մոտենում ենք նաեւ մեր հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսին, մենք միասին որոշել ենք ինչ անել, բժիշկ Ամիրյան։ Այո, մենք միասին որոշել ենք իրականացնել, կարելի ասել, մեր երազանքներից մեկը, որի մասին ես միշտ մտածել եմ, միշտ ինչ որ մի բան խանգարել է այդ ամեն ինչի գործ դնելու, որովհետև ինձ մի այսպիսի մեջբերում բերեմ, երբ որ իմ ընկերները, իմ բարեկամները, ովքեր լսելով, որ ես երգում եմ, ինձ միշտ այս հարցն են տալիս, դիմա չենք հասկանում, դու բժիշկ ես թե երգիչ ես։ Իսկ ես միշտ պատասխանում եմ, ես բժիշկ եմ, ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ես վիրաբույժ եմ, ով իր կյանքը առանց երգի չի պատկերացնում։ Այնպես որ այդ երազանքի հետևից գնալով մենք որոշել ենք համատեղ սիրելի երեստայտողներ, համերգ, այո, որտեղ ելույթ կունենանք մենք եւ շատ մեծ կարելի ասել հաճելի կլինի նաև այն ինչը որ մենք զգում ենք փոխանցենք մարդկանց ովքեր մեզ կլսեն եւ էքսպոյի շրջանակներում նոյեմբերի 28-ին լինելու է համերգը, որի մասին ավելի մանրամասն պրոֆեսիոնալ դուք կներկայացնեք։ Պրոֆեսիոնալիզմի մասին վստահ չեմ, բայց նույն հաջողությամբ երբ ես անցնում էի հաղորդավարություն, արդեն սկսել էի հաղորդավարություն անել դեռևս 2014-ին, հաճախ իմ կյանքում ես այդ տրուենտ լինելու պատասխանատվությունը վերցրել եմ եւ քարկոծվել եմ նաեւ ինչի հետեւից ես ընկել քո գյոզալ նյարդաբանությունը այս բարիբուն իմաստով ափսոս չի հիմա դու բժիշկ ես ժողովուրդ ինչ եք ուզում ինչ խնդիր կա որ ես նախասիրություններ ունենամ ենթադրենք սիրել եմ հաղորդավարություն իսկ սիրել եմ բեմի մարդ լինել սիրել եմ փոքրուց ես հիշում եմ բոլոր վերադառնամ ես էլ մի պահի մանկություն դպրոցում բոլոր այդ հանդեսների ժամանակ երգել, պարել, արտասանել, բայց դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Կարծես բոլոր ստեղծագործ մարդիկ, վառ երեխաները հետո վերջի զանգին չեն ամաչում, էլի ծանր դեմքով բեմ բարձրանալ։ Միշտ մայրիկս սերմանել է իմ ու քույրիկիս մեջ, որ մենք այդպես ուրախ զվարթ լինենք, դա փոխանցվել է ուսանողական տարիների ուսանողական խորհրդանում, այսպեսի խմբակ չի եղել։ Վերնատուն ասմունքի տունը Ծիածան թատերախումբը, Մեդունի էստրադային համույթը, ուրախների հնարամիտների ակումբը, ուսանողական գարունաշուն, ես երախտապարտ եմ բոլոր այն ընկերներից, ովքեր դրա շնորհիվ հայտնվել են իմ կյանքում, բոլոր ուսուցիչներից, որովհետև բեմական կուլտուրա, խոսք արվեստ, շատ բաներ ենք սովորել, որոնք որ բժշկի համար որպես մարդու հետ հաղորդակցվող մեկը շատ կարևոր է։ Հետևաբար ես էլ գնացել եմ իմ երազանքի հետքերով եւ երկար երբ փնտրում էի ում հետ, այդտեղ հարց չկար քննարկելու, միանշանակ ձեզ հետ մենք մտածել ենք այսպես, հա, ամոքիչ նոտաներ, բուժիչ նոտաներ եւ կյանքի արվեստ խորագրով ունենալու ենք համերգ։ Իսկ ինչ ենք որոշել ամսի 28-ին, սիրելի գործընկերներ, այստեղ ավելի շատ բժշկական համայնքին ուղենք, որովհետեւ այդ օրը մեր ցավի բժշկության առաջին հայկական միջազգային համագումարի պաշտոնական բացման արարողությունն է եւ պաշտոնական ընդունելությունը, ինչպես ասում են welcome reception, բարի գալուստի ընդունելությունը, եւ մենք որոշել ենք մինչեւ ժամուկես տևողությամբ կենթանի հնչողությամբ, հա, կարծում ենք, որ մեր ձայնը այսքան խոսելուց հետո մեզ թույլ կտա ունենալ համերգ միասին, անակ ընկալներով, երևի թե մենք կձայնագրենք եւ հետո հնարավորություն կլինի նաեւ դա հեռուստադիտողին էլ ավելի լայն։ Գոնե թե ինչ որ կտորների, հա, պարոն ռեժիսոր, գուցե մեզ թույլ տաք ինչ որ կտորներ հետո մեր հաղորդումներում ամրագրենք։ Ամեն դեպքում կարծում եմ դա շատ հետաքրքիր կլինի եւ տրուենտ բժիշկների հայկական ասոցիացիայի առաջին մեծ միջոցառումը կլինի, որովհետեւ դրա ընթացքում մեզ կսպասվի նաեւ անակնկալներ, վստահ եմ, որ այլ տաղանդավոր երաժիշտներ էլ մեզ կմիանան, ինչ որ հատուկ են համարներ կունենանք։
Եվ ես շատ մեծ հույս ունեմ, կարող եմ ասել նույնիսկ համոզված եմ, որ դա կլինի մեր սկիզբը եւ որը որ կլինի վարակիչ, որ այո, ես բազմաթիվ ընկերներ, բժիշկ ընկերներ ունեմ, ովքեր եւս տիրապետում են, երգում են, երաժշտական գործիքների են տիրապետում, կարելի է հավաքվել մի վայրում եւ ցույց տալ, որ այո, մենք միայն ոչ միայն բժիշկներ ենք, այո, մենք կարող ենք աշխատավայրում լինել բժիշկ, բուժել, բայց եւս կարող ենք այլ հատվածում, այլ ժամանակահատվածում եւ այլ վայրում պատճառել այդ հաճույքը, որ մենք ենք զգում։ Այո, եւ ընդհանրապես արվեստի մոտ կանգնելու ինչ որ ձև է, հայրենիքը սիրելու ինչ որ ձև է, երբ որ մենք կարողանանք նաեւ դրա շնորհիվ միջազգային մեր գործընկերներին հրավիրել Հայաստան, որովհետեւ աշխարհում շատ կան բժիշկներ, ովքեր տրուենտներ են։ Եվ կարծում եմ այդ մարդկանց մուտքը, թեկուզ մեր էքսպոն ենթադրենք ամեն տարի մենք որոշել ենք տարեկան մեծ միջազգային էքսպո շարունակաբար անել, ոչ միայն կոնգրեսի մասին է խոսքը, այլև այդ լայն փառատոնի ժամանակ, գուցե անվանի շատ անվանի հետաքրքիր բժիշկներ, ովքեր այս կամ այն օրինակ եթե նկարիչ է, կարող ենք իր ցուցահանդեսը կազմակերպել, չէ՞։ Բարձրաձայն մտածում ենք, չէ՞, ռուսերեն լավ խոսք կա, мысли вслух ենք անում, այսպես միասին եւ գուցե լինեն նաեւ քաղաքական գործիչներ, պետական գործիչներ, առողջապահության կազմակերպիչներ, ովքեր ունեն այլ տաղանդներ, այսպես կոչված open speech-եր կարող ենք անել, հա, բաց հանրության հետ հաղորդակցման։ Կարծում եմ սա էլ երկիրը հանրայնացնելու, երկիրը ներկայացնելու ինչ որ մի ուղղություն է եւ միջազգային համայնքում էլ ինչու ոչ բերել մարդկանց, ովքեր գուցե նաեւ այլ ներդրումներով Հայաստանում հանդես գան։ Ինչ կարծիք եք։ Ես միանշանակ համաձայն եմ Բժիշկ Ավետիսյան, որովհետև դա տարբերակներից մեկն է, որը որ բազմաթիվ տարբերակներից մեկն է եւ այսօր մենք ինչ որ չափով մեր գլուխը չգովա ժողովրդի լեզվով ասած, հա, բայց կարող ենք այդ կետով եւս զարգացնել եւ առաջ գնալ եւ մյուսներին եւս ցույց տալ, որ այո, իհարկե մեզ հիմա լսում են այնպիսի մարդիկ, բժիշկներ, ովքեր որ լրիվ այլ տաղանդներ ունեն, որոնք ուղղակի չեն էլ մտածում, որ դրա միջոցով կարող են ինչ որ մեծ հաջողություններ գրանցել, բայց իհարկե հնարավոր է, որովհետեւ ես ինքս իմ փորձով կարող եմ ասել, որ այդ անձնական փոքրիկ հաջողությունը ունեցել եմ, բայց ինձ համար շատ մեծ հաջողություն պրոֆեսիոնալ բեմում ուկրաինական այդ հա մրցույթի voice-ին ներկայացնելու իմ երկիրը, որտեվ հպարտություն էր դա, երբ որ ես ոչ թե ներկայացնում էի Նարեկ Ամիրյան, այլ ես ներկայանում էի Հայաստան, որովհետև ելույթը ցույց տալուց հետո ամբողջ Հայաստանում Ես այստեղ խնդրում եմ սիրելի թիմակիցներ, հարգարժան պարոն ռեժիսոր, ես խնդրում եմ հենց այս պահին միացնել այն հատվածը, երբ որ Նարեկ Ամիրյանը գրավում է ամբողջ Ուկրաինայի եւ ոչ միայն Ուկրաինայի սիրտը։ Բժիշկ Ամիրյան, տեսակ ինչ անակնկալ արեցի ձեզ, ես այդ հատվածը 1000 անգամ եմ երևի դիտել, իմ ամբողջ ընտանիքը, երբ որ փշակաղում ես, հպարտանում ես, որ
բժիշկը եւ բոլորի ռեակցիաները «Պայուշի խիրուրգ եւ այդ սպիվատ է խիրուրգ, չէ՞ ինչ որ էս սպիվաչի խիրուրգ այո։ Ցավոք դա դրան հաջորդեց նաեւ ռուս-ուկրաինական այդ հակամարտությունը եւ պատերազմը կամ հատուկ գործողությունը, չգիտեմ, ինչպես որ անվանում են ամբողջ աշխարհում եւ այդ նախագիծն էլ կարծում եմ նստեց բնականաբար, բայց դուք այնտեղ այնքան հաջողություն ունեցաք, որ միլիոնավոր դիտումներ ունի։ Դա մեծ փորձ էր Բժիշկ Ավետիսյան, ես անկեղծ ասեմ, երբ որ ես մտածում էի դրա մասին, դա եւս երազանքներիցս մեկն էր, ես ինձ չէի տեսնում չլինելով պրոֆեսիոնալ երգիչ, հասկանալով որ այնտեղ ինչպիսի պրոֆեսիոնալ մարդիկ կարող են լինել, երբ որ իմ հայտը ուղարկեցի եւ հետո ստացա պատասխան ու 5000 հոգուց ընտրվեցի 120-ի մեջ եւ մասնակցեցի կույր լսումներին, ինձ համար այդ փառք էր կարելի ասել, որովհետեւ ես ապրում եմ այդ ամեն ինչը, որովհետեւ ես հաղթեցի ինքս ինձ, ես հասա այդ ամեն ինչին ու ամենակարևոր այդ համը նրանում է, որ ես ներկայացնում եի Հայաստանը, Հայաստանի միակ ներկայացուցիչն է եւ իրենց հենց զարմացնում էր դա եւ հիացած էին դրանով, որ բժիշկը ինչպես կարող է չլինելով պրոֆեսիոնալ երգիչ այդպես երգել։ Ես այլ դիտանկյունից եմ ուզում այս ամենին մենք մոտենանք բժիշկ Ամիրյան, տեսեք, բժիշկը պետք է ինքնաբավ մարդ լինի։ Բժիշկը պետք է ոչ ֆինանսի, ոչ կենցաղի, ոչ մի բանի մասին չմտածի, որ կենտրոնացած բուժի եւ վիրահատի եւ ցանկացած բան համաձայն եք, որ բժիշկը պետք է լավ ապրի եւ բժիշկը պետք է մեր օրերում դա քիչ դժվար է պատկերացնել իհարկե։ Բժիշկները անհամաչափ շատ էներգիա են ծախսում, նրանք միշտ ավելի շատ տալիս են, այդ հավասարակշռությունը միշտ խախտված է, քան ստանում են։ Դրա համար, եթե դուք կարող եք դրանով ձեզ ինքնաիրացնել, դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում եւ ապշում եմ ուղղակի ինչպես են կարողանում մարդիկ ընդ որում այն մարդիկ, ովքեր գոնե մի բան լավ չեն անում, սկսում են քննարկել քեզ քո նախասիրությունները, քո անձնական կյանքը։ Ես որպես բժիշկ Ավետիսյան, որպես բժիշկ նյարդաբան, հորդորում եմ եւ խնդրում եմ, որ դուք միշտ շարունակեք այդ ջիղը զարգացնել, դուք սարսափելի տաղանդավոր եք, որովհետեւ ես ամեն անգամ մեր բոլոր միջոցառումներին ես այնպես եմ արել, որ դուք գաք եւ երգեք, ճիշտ է։ Դա կլիներ գրքի շնորհանդես, մենք ընկերներով ինչ որ նախագիծ ենք իրականացնում, դա կլիներ մեր կոնգրեսները, բոլոր փոքրիկ գիտաժողովները, միշտ ինչ որ մի կտորով դուք մասնակցել եք եւ բոլորը հատկապես դահլիճում կանայք, պարզապես խելքահան են եղել, խենթացրել եք բոլորին, ձեր բնատուր ֆանտաստիկ ձայնով, ես սա նորմալ է, որ մենք մեկս մյուսին քաջալեր ենք։ Իդեպ գիտեք, ասեք ես մի նկատառում եմ անելու, փոքրիկ պատմություն պատմեմ, որ ես կյանքում շատ մեծ հնարավորություն եմ ունեցել երգիչ դառնալու, բայց դա չեմ արել։ Ուսանողության տարիներին փառատոնին, ինչ որ մի փառատոնի, բաբաջանական փառատոնին մասնակցելու ընթացքում փառատոնի վերջում ինձ կուլիսներում սպասելով ինձ մոտեցավ մեր հիանալի կոմպոզիտորներից Արամ Սաթյանը։ Մոտեցավ, ասաց երիտասարդ, ով ես դու։ Ասի ես Նարեկն եմ Ամիրյան, որտեղ ես սովորում, ասի Երևան պետական բժշկական համալսարանում 2-րդ կուրսում, ասաց թող այդ ամեն ինչը արի, դու լավ երաժիշտ կդառնաս, մենք քեզ կսարքենք շատ լավ երգիչ երաժիշտ, տաղանդավոր ես։ Ասի պարոն Սաթյան, ճիշտն ասած ես հիմա դրա մասին չեմ մտածում, ես ուզում եմ բժիշկ դառնալ, այդտեղ պեկում նային։ Ես շատ լավ հիշում եմ, ամեն ելույթի ժամանակ ես այդ պատմությունը հիշում եմ։ Խոսքը եկել է մի բան ես պատմեմ, քույրս Մերի Ավետիսյանը, մենք նույն խմբում ենք սովորել, նույն դասարանում ենք սովորել։ Նույն խմբում ենք սովորել բժշկական համալսարանում, ինքը հիմա դարձել է ընտանեկան բժիշկ, ապրում է Գերմանիայի Դաշնությունում։ Ինքը բժշկական համալսարանում սովորելու ընթացքում ընդունվեց եւ ավարտեց Երգի պետական թատրոնի երգի բաժինը, վոկալը։ Եվ ավարտեց գերազանցությամբ։ Եվ այդ ժամանակ, երբ որ նա սովորում էր, մի օր պատահմամբ լուսահոգի Արթուր Գրիգորիչին հանդիպելով, այդպես առիթ եղավ շատ կարճ խոսելու, ես երգեցի, նա ասաց. «Ով ես դու երիտասարդ»։ Ասի ես ինչ մարդն եմ քույրիկս, ասաց հենց հիմա ընդունվում ես առանց որևէ քննության գալիս ես եւ սկսում ես սովորել։ Ասի Արթուր Գրիգորիչ, ես ինձ համար պատիվ է դա ձեզնից լսել, բայց ես չեմ կարողանում, ես կենտրոնացել եմ, ես ուզում եմ դառնալ բժիշկ։ Ես վստահ եմ, որ եթե ես գնայի, չէի դառնա բժիշկ, ես իհարկե պաշտում եմ իմ մասնագիտությունը, նյարդաբանությունը, նաև առողջապահության կազմակերպությունը եւ ամենը ինչ որ մենք հիմա անում ենք, այդ թվում երբ որ դու գնում ես միջազգային ինչ որ լուրջ գիտաժողովի եւ այդ երեկոյան առիթներին դու բարձրանում ես եւ երգում ես առավելևս եթե քեզ ճանաչում են արդեն ընկերները ստիպում են վեր կազդեմ մի բան մի երկու բաժակից հետո սկսում ենք դա իսկապես նույնիսկ երկիրը ներկայացնելու հայի տաղանդը ներկայացնելու հային դիրքավորելու ինձ համար ուղղություն է եւ հետաքրքիր է որ նմանատիպ պատմություններ երկուսիս կյանքում էլ կան գիտեք ինչ միտք առաջացավ ինձ մոտ եկեք ամեն ամսվա վերջին հաղորդումներից մեկը մենք առանց հյուրի պարզապես վերլուծություն անենք թե այս ամիս մենք ինչ ենք սովորել
Այս ամիս մենք ինչ հետա, այսպես ամփոփենք առողջ առավոտվա ընթացքում ամենա այդպես վառ հաղորդումները եւ գուցե նաեւ մենք որոշակի կրկնություններ դնենք, այսպես highlight-ներ անենք եւ այդ հաղորդումը մենք վերլուծենք եւ այդ կտորները փորձենք ամենավառ ուժեղ բաները ամփոփել ու դնել։ Ինչ կարծիքի եք։ Ներկայացնենք, չէ՞, մեր թիմին, տեսեք, կրեատիվ լինելը չի խանգարում, որ մենք լինենք։ Հիմա վերադառնանք Տրոյենտ բժիշկների հայկական ասոցիացիային եւ մեր համատեղ միջոցառմանը եւ փորձենք ամփոփել։ Արի մենք բոլոր բժիշկներին, մեր գործընկերներին հրավիրենք։ Այո, սիրով։ Նոյեմբերի 28-ին Նոյեմբերի 28-ին Meridian Expo-ում, այո, Expo կենտրոնում, այո, մեր հայկական բժշկական ամենամեծ, կարելի ասել, Expo-ի շրջանակներում լինելու է համերգ, որը նվիրված է լինելու բոլորին, ովքեր սիրում են եւ դասական, եւ էստրադային երաժշտությունը, ովքեր այդ պահին կուզեն այդ 1 ժամ-ժամուկես ուղակի նստել եւ վայելել, կտրվել բոլոր տեսակի բժշկական մտքերից եւ ուղղակի վայելել։ Մոտ օրերս մենք արդեն վստահ կունենանք այդ հնարավորությունը գրանցման, կարծում եմ համագումարի մասնակիցները, որոնց թիվը 1000-ից ավել է լինելու, իրենք արդեն ուղիղ հասանելիություն ունեն, քանի որ իրենց ռեգիստրացիա, իրենց տոմսի գրանցման մեջ դա արդեն ներառված է, սակայն մյուս գործընկերները կոնգրեսից հետո հնարավորություն ունեն հատուկ հրավիրատոմսերով եւ գրանցման դեպքում միանշանակ դառնալ այդ երեկոյի կրողը, որովհետեւ բացի այդ համերգից նաեւ մենք այդպես հասցնելու ենք networking անել եւ այլն։ Ինչ ստացվեց, որ առողջ առավոտի տաղավարում հենց նոր մենք հղացինք մի նոր մտահղացում, իդեա, որը որ մեզ թույլ կտա ամեն ամսվա վերջում ամփոփում անել եւ երբեմն մենք իրար հետ մտքերով կփոխանակվենք առանց կողմնակի աչքերի, առանց եւս երկու զույգ աչքերի։ Բժիշկ Ամիրյան, այնուհանդերձ ես ուզում եմ որպես ձեր գործընկեր եւ ձեր լավ ընկեր շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք չեք հրաժարվել ձեր երազանքից։ Գիտեք, մեզ գուցե նաեւ դիտում են հիմա այնպիսի մարդիկ, գուցե երիտասարդներ, ովքեր նմանատիպ պատմությունների մեջ առնչվել են։ Մի բան էլ հուշեմ ձեզ, հա, սիրելի հեռուստադիտող, եթե դուք օրինակ ինչ-որ միտեղ աշխատում եք հաշվապահ եւ դուք ձանձրացել եք այդ աշխատանքից կամ ցանկացած այլ որ հաշվապահները ինձնից չնեղանան, բայց դուք ունեք այլ տաղանդներ, ես կարծում եմ, որ դա առողջությանը վնաս է, եթե դուք խեղդում եք այս զգացողությունը ձեր ներսում, չէ՞, առանցքային երևի ուղերձը սա կլինի, որ ընդհանրապես ամենաշատը պետք է Աստծո առաջ հաշվետու լինել եւ ինքդ քո խղճի եւ եթե ինչ-որ բան ուզում ես անել, դա քեզ երջանկացնում է եւ դու դրանից ավելի լավն ես դառնում, քո ավելի լավ տարբերակն ես դառնում, ուրեմն դու այս աշխարհում հաստատ դրական էներգիա ես ավելացնում։ Եթե դու խեղդում ես քո մեջ մի բան, ուրեմն քո ինքնաիրացումը դու պատրաստ ես զոհաբերել, իսկ մենք հաստատ այս կյանքում ունենք հնարավորություն մենք մեզ ռեալիզացնելու, չէ՞, առողջությունն էլ դրա մասին է։ Ֆիզիկապես առողջ լինենք, մտքով առողջ լինենք, հոգով առողջ լինենք, եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ, եթե զբաղվում է իր սիրելի գործով կամ իր սիրելի հոբիով, հա, նախասիրությամբ, նա եւ նրա ընտանիքը ավելի երջանիկ են դառնում, հետեւաբար մեր ամբողջ հասարակությունն է երջանիկ դառնում։ Շնորհակալություն ձեզ, բժիշկ Ավետիսյան։ Ես նորից կարծես 7-րդ երկնքում եմ հայտնվել, կարելի ասել, իհարկե շատ շնորհակալ եմ եւ մեծ հաջողություն եմ ցանկանում ապագա համերգի կայացման գործում։ Ես համոզված եմ, որ դա լինելու է շատ իդեալական եւ իհարկե մեր անձնատեսը եւս գոհ է լինելու, բնականաբար։ Սիրելի հեռուստադիտող, վստահ ենք մենք հաստատ հատվածներ ու առիթներ կունենանք մեր համերգից ձեզ հրամցնելու եւ դա մեզ կոստանա մեր ռեժիսորը, կարծում եմ դա կապահովենք, առողջ եղեք, գնացեք ձեր երազանքի հետևից, լինի դա երկարվեց, թե լինի բժշկություն, թե ինչ ուզում է լինի, կհանդիպենք։ Հաջողություն։